Դիանա Գրիգորյանի վերջին զանգահեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հերթական լարված իրադարձություններն ու ինտրիգային շրջադարձերը։ Դիանա Գրիգորյանն հեռուստասերիալի ավարտին, ինչպես միշտ, պատրաստել է հետաքրքիր անակնկալներ հեռուստադիտողների համար։ Հեռուստադիտողներին պարզ եղավ, որ Բագրատը մահացավ։ Սա այն պատասխանն էր, որ Բագրատը դեռ տարիներ առաջ պետք է տար իր բոլոր արածների համար։ Իհարկե, հեռուստադիտողները չէին ցանկանում, որ այս ամենը մահով ավարտվեր, քանի որ գտնում են, որ արդարությունը միայն մահով չէ, որ հաստատվում է, կա արդարադատություն և իհարկե կա խիղճ, որի միջոցով մարդիկ պատասխան են տալիս իրենց չարագործությունների համար։ Բայց հեռուստասերիալի սցենարիստը Բագրատի համար լրիվ ուրիշ պլաներ էր նախատեսել։ Բագրատը սպանվեց իր իսկ դստեր ձեռքով։ Լիլիթին, ում նա պաշտպանում էր բոլորից շատ, ում կողքին եղավ ցանկացած կյանքի իրավիճակում, ում համար նա դեմ դուրս եկավ իր մյուս դստերը Աննային, այսօր մի փոքր հրումով սպանեց հորը։ Իհարկե, այս ամենը մի փոքր չափազանցված էր, ուղղակի նա սայթաքեց, ընկավ ու գլուխը հարվածեց ու մահացավ։ Սա Լիլիթի համար իսկական դժոխք է։ Լիլիթը հայրասպան է, նա սպանել է իր հորը, բայց այսքանով Լիլիթի կերպարի չարագործությունները դեռ չեն ավարտվում։ Նոր ու հետաքրքիր իրադարձություններ են առջևում։ Շատ շուտով տեղի կունենա Բագրատի թաղման արարողությունը, որի ընթացքում նա որոշում է սպանել Աննային։ Կհաջողվի նրան, թե ոչ, ցույց կտա ժամանակը, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու գաղտնիքների բացահայտումներով և իհարկե նոր ու հետաքրքիր տեսանյութերով։ Լիլիթը հոր թաղման է գնում զենքով, նա փորձում է կրակել Աննայի վրա։ Աննան բավական ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում, իսկ ավելին մեր հաջորդ տեսանյութում։ Իսկ մինչ այդ, չնայած Բագրատի բոլոր չարություններին, չնայած որ քույրը Անեթը նրանից նեղացած հեռացել էր տանից և Աննայի հետ էր բնակվում, նրա համար ցավ էր, երբ զանգահարեց ու թոռը Արամը նրան ասաց, որ պապը մահացել է։ Անեթը հուզվեց և իհարկե արտասվում էր եղբոր համար։ Լիլիթն էլ այս պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, հասկանալով, թե ինչ է կատարվել, բայց միևնույն է, նրան ոչինչ չի կարող փոխել։ Միքայելը, ով թվում էր գաղտնիքի բացահայտումից հետո գոնե իրեն վատ է զգալու, ներողություն է խնդրելու Աննայից, հակառակը նա ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորում և փորձում է սպառնալ։ Նա նույնիսկ հանդիպում է Աննային ու նրան սպառնում, որ եթե դուստրը Անգելինան չվերադառնա Հենրիի մոտ ու չփորձի ներել, նրանք այլևս երբեք Սոսին չեն տեսնի։ Սոսը հայտնվել է բանտում մի թեթև պատճառով, իհարկե թեթև չակերտների մեջ, քանի որ նա ծեծի ենթարկեց, ով հիմա կյանքի ու մահվան սահմանագծին է։ Նրա փրկությունից է կախված Սոսի հետագա ճակատագիրը։ Իհարկե Սոսը բանտից դուրս է գալիս, քանի որ ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, նույնիսկ նա մասնակցում է Բագրատի հուղարկավորությանը, նա Աննայի, Անգելինայի կողքին է։ Անեթն էլ բավական ծանր վիճակում է եղբոր հուղարկավորության արարողության ժամանակ։ Բագրատի հուղարկավորությանը ներկա են նաև շախունցները, ի զարմանս հեռուստադիտողների։ Հենրին վերադարձել է Հայաստան։ Իհարկե, լսելով լուրերը, Հենրին անհանգստանում է Անգելինայի համար, զանգահարում նրան, իսկ ինչպես միշտ Անգելինայից ստանում այդպիսի պատասխան ու որոշում, որ այլևս չի հետաքրքրվի որևէ մեկի կյանքով, բայց իհարկե բոլորն էլ հասկանում են, որ ինչպես Անգելինան, այնպես էլ Հենրին տառապում են և օրերից մի օր նրանք հաշտվելու են։ Արդյոք Աննան օգնելու է այդ հաշտեցմանը, թե նրանք են միասին որոշելու, որ հաշտվելու են, ցույց կտա ժամանակը։ Մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե տեղեկանալու համար նորություններին բաժանորդագրվեք։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրեք անպայման ինչ եք կարծում, Լիլիթը ձերբակալվելու է Բագրատի սպանության համար, թե ոչ, թե դա ինքնապաշտպանություն կամ
այլ բան է որակավորվելու։ Գրեք նաև, թե որ դերասանին ու որ դերասանուհուն կցանկանաք տեսնել Դիանա Գրիգորյանի հաջորդ նախագծում։ Չմոռանաք նաև սեղմել զանգակ կոճակը, որպեսզի առաջին նորությունները ստանաք հենց դու։ Մի կորցրեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Վերջին զանգը հեռուստասերիալը մոտենում է ավարտին, իսկ ավարտը լինելու է շատ ինտրիգային։ Արդյոք կարդարանան հեռուստադիտողի սպասելիքները, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Ընդամենը մի քանի օր և ևս մեկ պատմություն կդառնա անցյալ, բայց իհարկե նորից սկսվելու հույսով, իսկ նորի մասին կիմանաք շատ շուտով։ Չմոռանաք միանալ մեզ, ամեն ինչ դեռ առջևում է, այնպես որ ուշադիր եղեք։